Բարեցես սիրելի հերոստատիտողներ, ըստ երևույթին ներկայիս ռսաստրուկ ընդդիմությունը, գեղձ ընդդիմությունը, որուն միացած են օդար երկրյա կործակալ Հայաստանյաց արաքելական եկեղեցվով Վերնախավը և իրենց մաֆիան գլխավորությամբ Քարեքին Բ. Գդրիչ Ներսեսյանի և իրեն անմիջական կործակից Արևմտյան Ամերիկայի Հովնան arczepiskopos Տերտերյանի և Մոսկվայի եզրասին և այս մարդիկը ըստ երևույթին քաչ գիտակից են, որ այսօր այսպես կոչված Ռուսաստանը բավականին դժվար ապագա գտիմակալ է և բազմաթիվ արևմտյան ղեկավարներ գխորին թե այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունը այդքան հեռանկարային պետություն չէ, որովհետև ըստ երևույթին ռուսական դաշնությունը նստած է 27 փոքրամասնություններու հողատարածքի վրա և ադորամար մասնատման ենթակա է, որովհետև ինչպես ազատ աշխարհի մյուս ժողովուրդները գեդապնթեն իրենց ազատությունը, պետական գայացումը, ինքնիշխանությունը և անկախությունը, նույնպես և այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունեն ներս 27 ազգություններ և որոնց հերթին ինգուշները, չեչենները, դաղստանցիները և այլն։ Ուրեմն այսօրվա հայկական պետականության 5-րդ շարասյունը հոգեվարքային օրեր գաբրի, որովհետև գիտեմ, որ ինչպես որ իրենց բորդակապը Կրեմլի հետ ցույց կտա, իրենց ալ օրերը հաշված են։ Եվ ինչու այսօրվա հերոստային հայդակիրը կներկայացնենք իր փոխանցությամբ, բարձրապես զսկուշության և զկոնության օգտին, հատկապես հայկական պետականության ղեկավարության համար, որպեսզի իմանան և թիկունքեն չթաշունահարվին և իրենց հետ ոչ միայն իրենց քաղաքական առաքելությունը կամ կարիերան դանուլ գուտան, այլ նաև ամբողջ հայկական պետականությունը կվտանգվի։ Ուրեմն և ճիշտ այդ գաղափարին ելնելով այսօրվա մեր թեման կվերապերի թե ինչի ընդունակ են և հատկապես Գդրիչ Ներսեսյանը ինչի ընդունակ է։ Ուրեմն Գդրիչ Ներսեսյանը և իր համագլանակիցները իրար մասին այնքան կոմպրոմատ ունին, որ այս պարագային Գդրիչ Ներսեսյանը Հովնան arczepiskopos Տերտերյանի մասին ունի, որ ինքը և իր արունակից եղբայրը այդ տեղեկությունները ունին, ընդունակ են ամեն կերպ բացի տալու Հովնան arczepiskopos Տերտերյանի վերաբերյալ այն դխուր պատմությունները, որ համակած են ճակերտյալ այս էագին ամբողջ կենսակությունը հատկապես վերջին 40 տարիներուն։ Ով է Հովնան Տերտերյանը և ինչու մեր ուշադրության գիզակետն է Հովնան arczepiskopos Տերտերյանը, որ Արևմտյան Միացյալ Նահանգներու Քարեքին Բ. Գդրիչ Ներսեսյանի գլանակից, որ թեմակալ առաջնորդության շատ կարևոր պաշտոնը բռնազավթած է և կզբաղեցնի։ Ձեզ մեջ շատերը գիտեն, որ arczepiskopos Հովնան Տերտերյանը Լիբանանի մեջ մեծ ընտանիք գիլիգյո մայրավանքեն վտարված է, որովհետև գուսակրոնության ուխտը խախտած է սերային ապօրինի կապեր ունենալով և նույնպես երբ կվտարվի Լիբանանի մեջ հայկական վանքեն, գտիմե Երուսաղեմ պատրիարքարան, այնտեղ ալ մերժում կստանա։ Երբ ան թիմեց այն ժամանակվա սովետական գասության KGB-ի
վերահսկողության ներքո կորձող մայրաթոր այնտեղը իրեն ցերնապած ընդունեցին KGB-ի կորձակալներ Գդրիչ Ներսեսյանները Եզրաս Ներսեսյանը որ հետակային ինչպես գիտեք համասերամոլ իր մանգաբից գերբարին համեմատ բղզած է մանգաբզություն կորձած է Արժանտինահայ 13 տարեկան որբ երեխայի հանդեպ որ ուղարկված էր Արժանտինահայ համայնքի կողմէ մայրաթոր որբեսի հոգևոր ծառա դառնալու ուսումը իրականացնեն ուրեմն Հովնան Դերդերյանի ժամանումը մայր աթորեններս ցնծություն առաջ բերավ համասերամոլ եւ գուսագրոնության ուխտը խախտող Կարեկին Բ Գդրիչ Ներսեսյանի մոտ նույնպես եւ Եզրաս Ներսեսյանի մոտ Մոսկվայի Եզրասը եւ նաեւ աշխարհահռչակ հիմա արդեն դխրահռչակ աշխարհահռչակ դարձած նանար եպիսկոպոսներու մոտ անշուշտ մենք սերային ուղղվածության մասին չէ որ մեր ագնարգը կներկայացնենք այլ բարձրապես այն մարդիկը այն գեղձ հոգևորականները որ հայտնված են Հայաստանյաց արաքելական եկեղեցիներս ուխտաթրուժ եղած են իրենց գուսագրոնության ուխտը խախտած են եւ բարձրապես փանից դուրս եկած է որ իրենք համասերամորնել եղած են իհարկե փաստը կմնա փաստ որ այդ դխուր դարիներուն եւ սովետական բռնակալության ներքո գաբրեր Հայաստանը եւ նաեւ հայաստանյաց արաքելական եկեղեցին իր սրբավայրով այն ժամանակը մենք իրազեկվեցանք վերջերս որ ինչպես սովետական KGB-ն բռնազավթած է հայաստանյաց արաքելական եկեղեցին իր կորձակալներու միջոցով եւ որոնց հերթին Գդրիչ Ներսեսյանը եւ ուրիշներ եւ անշուշտ այնպիսի համագարկ ստեղծած էին որ միայն KGB-ի կորձակալները կկարողանային Բաշտոնի բարձրացում իրականացնել եւ որպես KGB-ի կորձակալներ մենք ասենք ականատես ենք թե ինչպիսի զարմանք կաբրին մեր հայրենակիցները Հայաստանին ներս եւ Սփյուռքի տարածքին թե ինչպես այս Կարեկինի Հովնան Դերդերյանի Մոսկվայի Եզրասի գլարնակիցները ինչպես ասպես աներես հանդես կուքան հետաքրքրական այն է որ KGB-ն իրենց մարզած է աներեսության մեջ եւ բազում տեսակ ամփորականության մեջ ուրեմն որպես KGB-ի համակորձակալներ հավաստի աղբյուրներ կբնթեն որ Վասկեն առաջին երջանկայաշտակ ամենան հայոց հայրաբեդի վերջին դարիներուն երբ թեթև հիվանդություն միայն ուներ երջանկայաշտակ հայրաբեդը նույն աղբյուրները կբնթեն ինչպես Կարեկին Բ Գդրիչ Ներսեսյանը Հովնան Դերդերյանը Մոսկվայի Եզրաս եւ իրենց համագլանակիցները արաքացուցին Վասկեն առաջին երջանկայաշտակի հիվանդություն մահը առավել եւ արհեստականորեն խորացնելով հիվանդությունը ուրեմն հետակային նույնը գրտնեցին այդ նույն հավաստի աղբյուրները գսեն նույն այդ կորձելավոճը իրականացուցին Կարեկին առաջին Սարգսյան երջանկայաշտակ ամենան հայոց հայրաբեդի հիվանդության արդիվ եւ ինչպես իրեն թունավորեցին եւ արաքացուցին մահը ուրեմն երբ Վասկեն առաջին երջանկայաշտակ Գաթողիկոսի մահը արաքացուցին հույս ունեին որ այն ժամանակը եպիսկոպոս Գդրիչ Ներսեսյանը ուրեմն Կարեկին Ներսեսյան անունով հույս ուներ որ ինքը կդառնար ամենան հայոց հայրաբեդը
խարթախելով ընտրությունները, սակայն չկարողացավ ընտրագեղձիկներ իրականացնել եւ երջանկայաշտակ Քարեքին առաջին Սարգսյան ընդրվեցավ ամենան հայոց կաթողիկոս 1995 թվականներում։ Իսկ երբ որ արդեն իմիդի ունեին, որ ամեն երբ պիտի սերբազատվեին Քարեքին առաջին երջանկայաշտակ Սարգսյանեն, անորալ հիվանդությունը արագացնելով, խորացնելով պատրաստվեցան եւ արդեն մենք հոկտեմբեր 27 1999 չարապաստիկ օրը ագանադես եղանք խոշոր ընտրագեղձիկի եւ որով մենք նաեւ իրազեկվեցանք թե ինչպես այս սպիրկյան այսպես կոչված երևելիները որ վերջերս Քարեքին Բ Գդրիչ Ներսեսյանի օկտին սդաբադիր սդափանություններով լեցուն հայդարարությամբ հանդես եկած էին, ուրեմն ինչպես այդ երևելիները մեկը Նուբար Աֆեյանի ամիջական կորձագից Բեր Սետրակյանը այն ժամանակվա արևանկված, բռնազավթված հայ բարեգործական ընդհանուր միության ավելի քան 5 միլիարդ դոլարի հարստությունեն 20 միլիոն դոլարի ընդրագաշարք շրջանառության մեջ դրին։ Եվ մենք ագանադես եղանք այդ ընդրագեղձիկին, որ իրականացավ հոկտեմբեր 27 1999-ին եւ այն ժամանակը տեսանք դեսանյութի վրա թե ինչպես Քարեքինի ամիջական կորձագից Հովնան Դերդերյանը այդ լավ լուրը, որ ընդրագաշարքը խոստացված պետական այրերը երբ քննարկվեցան ազգային ժողովենես նույն օրը այդ օրը մենք տեսանք ինչպես թղթիկի վրա գրված ուրախ լուրը համբուրելով փոխանցեց Քարեքին Բ իբրև թե նոր ընդրված այն ժամանակը կաթողիկոսին եւ այդպիսի հայտարարություններ ուրեմն այդ համագործակցության ասենք հետևանքով Քարեքին Բ-ն երբ տեսավ որ Հովնան arczepiskopos Տերդերյանը, որ այն ժամանակվա Կանադայի թեմագալ առաջնորդն էր, նույնպես ջնշումներով իրեն վերընտրել դվին, իր վերընտրությունը իրականացուցին, փեմականացված ընտրությունը եւ հետակային դեսնելով որ ինչպես կարողացավ ճագերդյալ ցերն հասորեն գողոբդել Կանադայի մեջ հայտնի Կանադահայ զույգիմը կողմե ստեղծված կամ հիմքը տրված Արցախի առաջին բادرազմին զոհված ազատամարտիկներուն այրիներուն եւ որբերուն օգնության ֆոնդը թալանեց եւ ինչպես հայաստանյաց արաքելական եկեցին Կանադային ներս քարուքանտրավ եւ այսօրվա իր հաջորդը Հովագիմյան arczepiskopos-ը նույն այդ մշակույթը կշարունակի իմիջը այլոց, ուրեմն քանի որ դեսան ինչպես կարողացավ կանթել հայաստանյաց արաքելական եկեցին Կանադային ներս, իրեն ամեն երբ կորձուղեցին թեպի արևմտյան միացյալ նահանգներ, արևմտյան թեմեն ներս իր թեմագալ առաջնորդ ընտրությունը գազմագերբեցին եւ անորամար է որ այսօր մենք ագանադես ենք եւ դեղյակ ենք որ ինչպես արևմտյան թեմեններս նույն այդ ամփորեականությունը, սդախոսությունը, թալանտիությունը ատմշակույթը շարունակեց Հովնան arczepiskopos Տերդերյան եւ հետակային մենք բացահայտումներ էինք, բազմաթիվ բացահայտումներ էինք, մոդարապես 67-68 բացահայտումներ էինք եւ այդ բացահայտումներուն շարքին է Սրբոտ Ղևոնդյանց դաջարի շինարարության ֆոնդի հետ կապված այդ խոշոր սկանդալը, երբ այդ շինարարությունը ավարտվեցավ եւ հայտարարվեցավ, որ ընդհանուր ծախսը 11-12 միլիոն դոլար էր, հանկարծ մի քանի գարտ ժամանակ յետքը Հովնան arczepiskopos Տերդերյան հայտարարեց, որ շինարարության ծախսը բարձրացած է 25 միլիոն դոլարի եւ արդեն սա
մեծ աղմուկ ստեղծեց եւ միջև հիմա անհայտ կմնան այդ 25 միլիոն դոլարի եւ 12 միլիոն դոլարի դարբերությունը այդ գումարները ուր կացած են մարդ չի գիտեր եւ անշուշտ Հովնան arczepiskopos Տերտերյան իր փաստաբաններուն հետ բադվո թաթփացավ ծեր խոնար ծառա Ափոչապարյանին թեմ եւ USA Armenian Life եւ Հայգյանք ԱՄՆ Հայգյանք շփաթերթին թեմ եւ այդ 66 67 68 բացահայտումներեն միայն 15-ը փոխարկման որպես գետ ներկայացին թադարանեններս սա կնշանակի որ մնացած բացահայտումներում այդ իրենք ովևէ արարգություն չունին բայց նույնիսկ այդ իրենց գարձած 15 փոխարկման գետերը թադավորը Ամերիկայի Superior Court-ը թադարանեն դուրս չբրդեց եւ այդ 15 փոխարկման գետերը անարարգելի հրճակեց եւ ոչ միայն այդ Ամերիկայի Superior Court-ը հրահանգեց arczepiskopos Հովնան Տերտերյանին, որ վճարե USA Armenian Life եւ ԱՄՆ Հայգյանքի թադական բոլոր ծախսերը։ Հիմա թադական ասենք վերանայման փուլի մեջ է, ուրեմն ադի այդպես շատ հերոստատիդորներ գխնդրեն, որ այդ 67-68 բացահայտումներու մասին խոսիմ եւ նաեւ այդ 15 փոխարկման գետերու մասին խոսիմ, սակայն իմանալով որ շատ երկար ժամանակ կխլի գրեթե ամբողջ շուրջօրյա եթե 24 ժամ մանրամասները ներկայացնեմ չի բավարարեր ադորամար ես կառաջարկեմ որ անոնք ովքեր համագարկիչով ասենք արցանց կարող են գայքեչեր այցելել ես կառաջարկեմ որ ամերիկյան Superior Court թադարանի գայքեչը ուրեմն այցելեն եւ զանոթանան այդ թադական կորձին հետ Հովնան Տերտերյան ընդեմ Ափոչապարյանի եւ USA Armenian Life-ի որովհետեւ իրենք տեսնեն իրենց աչքերով զանոթանան այդ փաստերու հետ որում մասին ես քիչ առաջ ագնարկեցի ուրեմն ամբոր գպապակի կարող է USA Armenian Life ամբոր գպապակի դեղեցություն ստանալ court case-ի մասին կարող է email ուղարկել usarmenianlife@gmail.com Ինչու այս խաչմերուգին այս մանրամասները կբարձրացնենք եւ մեր հերոստատիդոներուն սեփականությունը կդարձնենք որովհետեւ ըստ երևույթին հիմա ամենե ճակատագրական ժամանակաշրջանը գաբրի հայկական pedagogiությունը եւ հայաստանյաց արաքելական եկեղեցին ինչպես որ քիչ առաջ նշեցի Քարեքին Բ Գդրիչ Ներսեսյանը ընդունակ է ամեն ինչի եւ նաեւ ընդունակ է կորձուղելու իր ամիջական երկարամյա զինագից եւ համագլանագից Հովնան Տերտերյանին որբեսի անթարնա թրվադական ձի այն շրջանագեններս որ Փարի նպատակով համախմբված 9 եպիսկոպոսներ գեյդաբնթեն հայաստանյաց արաքելական եկեղեցվո բարեկարգումը եւ ըստ երևույթին դերսահագներ իհարկե Փարի նպատակով ուրախացան եւ հրճվեցան երբ Քարեքին Բ Գդրիչ Ներսեսյանի ամիջական զինագից Հովնան arczepiskopos Տերտերյանը իբրև թե միացավ այդ 9 եպիսկոպոսներուն սկսան զինքը հերոսացնել սակայն ի ուրախություն բազմաթիվ սրծավ հայրենագիցներու եւ իբադիվ ասենք մեր գոչումին դեր հետազոտող լրագրողներուն մենք եղանք այն բարձրացնողները թե ինչու Հովնան Տերտերյանը ընդամենը թրվադական ձի է որ կորձուղված է Քարեքին Բ-ի գողմե եւ մենք այդ մասին նույնիսկ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի մեր հերոստային հայդակրով ներկայացուցինք կարևոր փաստեր
Հիմա միասին դիտենք այս գարշ տեսանյութը հիմակվա այս գլանային համագարկը, որ գլխավորվի Քարեքիմբի եւ Արեմդյան թեմի Հովնան Դերդերյանի, Արևելյան թեմի Մեսրոբ Բարսամյանի, Կանադայի թեմի Հովագիմյանի, Բուլղարիա Ռումանիա թեմի թեմագալ առաջնորդի եւ այս մաֆիան, որ իրենց բատկերին համացայն ստեղծած են գերձ հոգեվորականներու շրջանակը, նույն այդ գերձ հոգեվորականներու շրջանակը լավակույնս կմարմնավորվի այն դերայրի ակտով, որ մենք բազմիցս տեսած ենք այդ տեսանյութը եւ փեմեն կամ եկեղեցու բարակային խորանեն, սուրբ խորանեն ելավ օրմը հավատացյալներուն վրա սկսավ բարգանալ, որ ինչու իրեն չեն նայիր թակավորի պես, դերայրը պետք է թակավորի նման ապրի, այսպիսի հոգեբանություն սկսած են զարգացնել, այսպիսի մշակույթ եւ այս գերձ հոգեվորականները դարձած են ինքնագոչ իշխանիկներ եւ նույնպես հաջորդ տեսանյութը գվերապերի հոկտեմբեր 24 2025 թվի հերոստահաղորդումին ադալ միասին դիտենք ամենայն պատասխանատվությամբ պետք է ասել, որ Քարեքին B չգատ հողիգոսի օրով Ամերիկայի Միացյալ Նահանգներու արևելյան թեմը, Ամերիկայի Միացյալ Նահանգներու արևմտյան թեմը, նույնպես եւ Կանադայի թեմը, ինչպես եւ Բուլղարիա, Ռումանիա թեմը, նույնպես եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմը, բոլորնալ սովետականացած են, բոլորնալ բոլեժենիայի ենթարկված են եւ Քարեքին B Լոս Անջելեսի մեջ հաստատված Հովնան Դերդերյան արքեպիսկոպոսը, որ նույն մաֆիայի մաս կգազմե, ինչպես եւ արևելյան թեմի արքեպիսկոպոսը ուրեմն Մեսրոբ Բարսամյանը եւ ինչպես որ Բարոն Մխիթարյանը նշեց Իրանունը, Կանադայի թեմի եւ իրենց նման բոլորնալ այս մաֆիայի մաս կգազմեն ըստ բազմաթիվ աղբյուրներու եւ իրենք բռնազավթած են եւ իրենց հետ ունին մեղսագից աշխարհականներ, որոնք այդ նույն մաֆիայի կմահաճույքով առաջ կերտան այստեղ Լոս Անջելեսի մեջ, նույնպես եւ Կանադայի մեջ եւ արևելյան ասենք թեմի մեջը Նյու Յորք եւ այլ շրջաններ, ուրեմն ըստ երևույթին բազմաթիվ անցինք դերեկություններ սկսած են ներկայացնել USA Armenian Life եւ Հայկյանքի խմբակրության, որ ովքեր են այն աշխարհականները, որոնք թրջող գաբիգի թերագադարության մեջ են, Flying Monkeys, ովքեր են թրջող գաբիկները։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանի ծառայական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կա մարդ, որը ապոնինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում։ Եվ վերջապես նոյեմբերի 14-ին 2025 թիվ դարձյալ նույնպես այս բացահայտումը ներկայացուցինք եւ դեսանյութը դիտենք միասին, ուրեմն վարչապետը շատ թիվուկ կերպով հստակեցուց, թե ինչի հիման վրա գսե, թե Հայաստանյաց առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի։ Թույլ տվեք, որ ես ավելցնեմ, ասելու, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցվո Մայրաթուր Սուրբ Էջմիածնի Հովանիին դա կորձող թեմերեն ներս, բազմաթիվ թեմեր, թեմագալ առաջնորդներ չունին։ Սկսելով Արևմտյան Միացյալ Նահանգներու Արևմտյան թեմի թեմագալ առաջնորդության աթորը բռնազավթած Հովնան Դերդերյան չարքեպիսկոպոսենը սկսած, միջև վերջերս անալ իր քույնը հայտնի եղավ, արևելյան թեմագալ առաջնորդ Մեսրոբ Բարսամյան արքեպիսկոպոսը նույնպես իր
թեմքը իսկական թիմակիցը հայտնի եղավ իր էությունը եւ նույնպես Կանադայի թեմակալ առաջնորդ Հովագիմյանը նույնպես իր էությունը հայտնի եղավ, երբ արար աշխարհի արչև իրենց հայտարարեցին եւ ամեն գերբ սդափարո գերբով փորձեցին քննադատել կամ դադարել հայկական pedagogian օրինաբաշտ ասենք ընթացքը եւ վերջերս երբ Հայաստան գտնվեի հայկական ժամանակի լրակրող Հերմինե Ղարաբեդյանի հետ հերոստային զրույցի ժամանակ ասի թե ինչպես կարելի է մեկը երբ հայաստանյաց արաքելական եկեղեցու փլուզման կորզընթացին անբաժան մասնիկը կարող է լա եւ հետո շուրքա եւ իբրև թե բարեկարգման կամ բարենորոգման գոմ լա ուրեմն այդ տեսանյութն միասին դիտենք մենք պետք է ամբողջ աշխարհում մեկ բարձրացնենք որ սա մեր ժողովրդի ջիջն է փրկվելու համար եւ նաեւ իմիջիալս ադալսեմ որ մենք պետք չէ թույլ տանք որ Կարեկին բի Գդրիչ Ներսեսյանի գողմե թրվադական ձիեր մասնագիծը լան Հայաստանյաց արաքելական եկեղեցու ազդակրման սուրբ կորձի մեջը եւ որոնց հերթին Արեմդյան Ամերիկայի Կարեկինի եւ Մոսկվայի եզրասի ամիջական համագլանագից arciepiskopos Հովնան Դերդերյանը որ իբրև թե վերջերս միացած էր այդ եպիսկոպոսներին որ իբրև թե ինքը գոմե Հայաստանյաց արաքելական եկեղեցու ազդակրման կամ բարենորոգման գիտեք ինչպես մեկը գրնա լալ գոմ եւ որ ինքը անբաժան մեկ մասնիկն է Հայաստանյաց արաքելական եկեղեցու բռնազավթման ասենք աբականացման եւ ամեն տեսակ հանցագործություններու մեջ սերնամուխ լալու փաստի մեջ եւ այս բարակային ես պիտի իրավացի է Պաշտպան հայրենիաց հասարակական գազագերբության ղեկավար բարոն Բատմապան բարոն Գագիկ Սաֆարյանը երբ իր նորակույն ելույթներեն մեգուն ընթացքին Հովնան Դերդերյանի մասին թիբուկ երկու բառ օգտագործեց Քենդերբազ եւ լարախաղաց մինչ Հովնան Դերդերյան այդ օրերուն երբ իբրև թե 10 եպիսկոպոսներեն մեկն էր որ գեդաբնթեր Գդրիչ Ներսեսյանի իբրև թե հրաժարականը եւ Հայաստանյաց արաքելական եկեղեցու բարեկարգումը նույն ժամանակ հանցանքի վրա բռնվեցավ նույն ժամանակ վարչապետ Փաշինյանի դեսա լսողական թաշտեն հերու ուշադրությունեն հերու հերավոր արեմդյան միացյալ նահանգներու մեջ արեմդյան թեմի եկեղեցիներեն մեկու մեջը բադարակի ժամանակ չմիացավ մյուս եպիսկոպոսներուն Գդրիչ Ներսեսյանի անունը զանց առնելու այլ թավաճանապար բարձացուց Գդրիչ Ներսեսյանի անունը իբրև ամենան հայոց հայրաբեդ սա արդեն հետաքրական գեղձիկ է չէ եւ հետաքային մենք ագանադես եղանք թե ինչպես ինքը մյուս Կարեկինաբաշտ թեմակալ առաջնորդերում միանալով բախարագեց վարչապետ Փաշինյանի կառավարությունը որ իբրև թե ցերնամուխ գլա Հայաստանյաց արաքելական եկեղեցին ներս իսկ անոր հաջորդեց իհարկե փետրվարի 12-ի այդ դխրահարճակ սպյուրքի այսպես կոչված երևելիներու սդաբադիր գոչը ընդեմ հայկական pedagogian եւ հոգուտ KGB-իշնի Կարեկին B Գդրիչ Ներսեսյանի եւ իր գլանին եւ նաեւ մենք հետակային ագանադես եղանք թե ինչպես Հովնան arciepiskopos Դերդերյանը իբրև թե այդ բարեկարգման շարժումի մաս կգազմե հետակային քնած եւ
Բարեփոխտապար հայկական pedagogian ղեկավարությունը եւ իրավաբան մարմինները արգելեցին Քարեքին Գդրիչ Ներսեսյանի ելքը Հայաստանեն դուրս գազագերբելու համար եւ գարավարելու համար այսպես կոչված Ավստրիա քաղաքի մեջ 25 եպիսկոպոսներով ասենք հավաքը համակումարը այն ժամանակը երբ Քարեքին Գդրիչ Ներսեսյան ըստիված մնաց Հայաստանեն ներս կորձուղեց իր ամիջական զինագիցները Արեմդյան Ամերիկայի Հովնան arczepiskopos Տերտերյանին եւ իր արունագից եղբոր Մոսկվայի եզրասին որբեսի իրենք ղեկավարեն Ավստրիա այդ քաղաքի մեջ գայացած 25 եպիսկոպոսներու հավաքը եւ մենք արդեն ագանատես եղանք որ իրենք ալ եկան միանալու այդ սպիրկյան այսպես կոչված երևելիներու այդ սդաբադիր գոչին բախարագելով արար աշխարհի արչեւ ուրեմն հայաստանյաց արաքելական եկեսվո իպրեվթե կորձերեն ներս ցերնամուխ եղող իպրեվթե հայկական pedagogian ընթացքը մինչ ամբողջ աշխարհը գիտե արդեն եւ այդ սդապանությունները անհիմն են եւ ամբողջ աշխարհը դեղյակ է իրազեկված է որ հայկական pedagogiությունը ընդամենը իր բարդականությունը գիրականացնե հանդեպ հավատացյալներուն եւ որոնց շախշախիչ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են դերսահագի նման Փարեսիրտ քրիստոնյաներ հույս գստեղծեն իրենց մեջը որ իբրև թե սպյուրքի թեմագալ առաջնորդեր եւ որոնց հերթին Հովնան arczepiskopos Տերտերյանը Արեմդյան Միացյալ Նահանգներու պիտի միանան եւ Հայաստանյաց արաքելական եկեղեցու ամենան հայոց հայրավետության սուրբ աթորը բռնազավթած մարդուն հանգստյան գոչեն ուրեմն ըստ երևույթին ոչ մեկ հույս կարելի չէ տնել որովհետեւ այս վերջին 30-40 տարիներուն եւ հատկապես վերջին 26-27 տարիներուն թեմագալ առաջնորդներ դարձած սպյուրքի մեջ այն անձնավորությունները բոլորնալ կրեթե բոլորնալ Քարեքինաբաշտ եւ Հովնան Տերտերյան եզրած arczepiskopos-ի մաֆիային մաս կգազմեն եւ անոնց անունները արդեն պետք է անգամ եւս բարձրացնենք որովհետեւ մեր ժողովուրդը լավ գերբով իրազեկվի ուրեմն Հռոմի մոդ հայրապետական բադվիրակ Խաջակ arczepiskopos Բարսամյան Արեմդյան Միացյալ Նահանգներու թեմագալ առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյան Մոսկվայի Ռուսիո թեմի առաջնորդ եզրած arczepiskopos Ներսեսյան Կանադայի թեմի Աբկար եպիսկոպոս Հովագիմյան Արեմդյան Միացյալ Նահանգներու թեմի Մեսրոպ եպիսկոպոս Բարսամյան եւ նաեւ իրենց հետ միացած էր Բոլիսեն Կոստանդնուպոլսեն Արամ arczepiskopos Աթեշյանը որում մասին մենք անցյալին բարձրացանած ենք որ ինչպիսի սերտ գաբեր ունի թրկական կորշ քայլերու ղեկավարության հետ որ հայկական հայադյացությամբ արյունարփու վրեժ խնդիր կորձունեությամբ հանդես կուքա այդ տերորիստական գազագերբությունը եւ ինչու մեր հույսը պետք չէ տնենք այսպիսի անձնավորություններու վրա որ սպյուրքի մեջ թեմագալ առաջնորդեր են եւ նաեւ չմոռանանք Ռումանիայի եւ Բուլղարիայի ինչպես նաեւ Ֆրանսիայի առաջնորդները թեմագալ առաջնորդները որոնց գլխավոր առաքելությունը հայաստանյաց առաքելական եկեղեցին քանթել է մենք ազատ երկրի մեջ եւ Փարքասո այսօր ազատ հանդիսացող հայկական pedagogian ներս բոլորս ցերցերքի դված իրավունք ունենք այնպիսի առողջ որոշումներ ընդունելու որբեսի հայաստանյաց առաքելական եկեղեցին ցերփազատենք եւ ազատագրենք
եւ այս առաքելությունը շատ կարեւոր է, որ մենք ըսկոնությամբ առաջ տանենք եւ գարկմը հայրենագիստներ հարց դվին վերջերս թե ինչու այս կարեկինաբաշտ եպիսկոպոսները իրենց հավաքը գազմագարբած էին Ավստրիո քաղաքի մեջ եւ ոչ մայրաթորեններս Հայաստանեններս իրենք շատ լավ գիտեն որ այսօր հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդները Հայաստանեններս այնքան լավ իրազեկված են որ իրենց հագաբեդական հավաքը թույլ պիտի չտային որ այդպես ամբադիժ անցնի հուժգու փողոքի ցույցեր պիտի կազմակերպեին եւ ամբողջ աշխարհին արչեւ իրենց եւս մեկ անգամ պիտի մերգացնեին որ հայկական pedagogiությունը չէ որ միջամուխ կլա հայաստանյաց առաքելական եկեղեցու կորձերեններս այլ հայաստանյաց առաքելական եկեղեցու հավատացյալը ոտքի կանգնած է մայր հայրենիքներս ազատագրելու եւ ցերպազատվելու ռսաստրուկ KGB-շնիկ օդարերգիա կորձագալ դիրաթավ եւ pedagoganաթավ ղեկավարություն են հանցինս Քարեքին Բ Գդրիչ Ներսեսյանին Հովնան arczepiskopos Տերդերյանին Մոսկվայի Եզրած arczepiskopos Ներսեսյանին եւ բազմաթիվ այլ ռսաստրուկներուն եւ անոնց կումարած 5-րդ շարասյունը հին ռեժիմական շրջանակները որոնց հերթին Դաշիր Սամոները, Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները, Արա Աբրամյանները, որոնց համար հայկական pedagogiությունը ոչ մեկ արժեք չի ներկայացնել եւ քալիք 2026-ի համապետական հունիսի 7-ի ընտրություններուն իրենք ամեն կերպ դիտաշխատին դաբալել սահմանադրությունը, դաբալել հայկական pedagogiությունը եւ հայկական pedagogiության մոխիրներու վրա գերդեն ռուսական գուբերնիա